Հանուն եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն Փառք Տիրոջը իր սիրո ու ողորմածության համար որ մեզ իրեն կանչեց մի հրաշալի գանձ է տվել մեզ հավիտենական կյանքը եւ դա գնահատել է պետք ամեն հավատացյալի գործն է դա եւ մեր ուրախությունն է որ շատ մարդիկ ընդունել են Հիսուսին շատերն էլ կարիքը ունեն բայց շատերն էլ չգիտեմ ինչ վիճակում են Աստված ողորմյա իրենց էլ ճանապարհ ցույց տա Աստծո խոսքը լսեն եւ դառնան Տիրոջը Մի անգամից ուզում եմ խոսքին անցնել, որ ժամանակը բավարարի, չգիտեմ 30 րոպեում կհասցնեմ, թե չէ, Աստված օրհնի ձեզ, ուրեմն ուզում եմ սկսեմ մի պատմությունից, կատակի նման պատմություն է, վերջը մի երիտասարդ մեծահարուստ մեկին մի ծեր մարդու հարցնում է ասում է ինչպես դու հարստացար հասար այդ բարձունքներին հարստության հարուստը ասում է ես շատ վատ վիճակում էի ծանր վիճակում իմ երիտասարդ ժամանակ եւ ընդամենը 5 ցենտ փող էր մնացել ինձ Այդ 5 ցենտով մի խնձոր գնեցի, այդ խնձորը լավ հղկեցի, մաքրեցի, ամբողջ օրը չարչարվեցի վրան, 10 ցենտով վաճառեցի, 2 առա։ Հետո այդ 2-ը սկսեցի նույն ձևով մաքրել եւ այլն։ Վաճառեցի եւ այդպես շարունակ մի ամսում $3.50 ցենտ աշխատեցի, դա 30-ական թվականների մասին է խոսում ծերուկը։ Այն ժամանակ բավական գումար էր, մարդիկ շատ դժվարությամբ էին փող աշխատում։ Վերջը ասում է, հետո այդպես շարունակվեց, երիտասարդը ասում է, ծերուկը մի պահ լռում է, ապա ասում է, այդ ժամանակ կնոջս հայրը մահացավ եւ $10 միլիոն կտակեց մեր ընտանիքին։ Այդ պատմությունը լսելով հասկանում ես, որ այս մարդուց տքնաջան աշխատանք, համառություն, աշխատանքային տարբեր կարողություններ չի պահանջվել, հապա իր կնոջ հոր ողորմածությունն է իրենց հարստացրել եւ հետագա հարստության պատճառ դարձել։ Հիմա մենք էլ նույն վիճակում ենք։ Այն հարստությունը, որ ստացել ենք Աստծուց, մեր ոչ մի կատարած գործի կամ ջանքերի հետևանք չի, հապա Աստծո պարգևն է մեր փրկությունը։ Դրա համար էլ շատ լավ այդ մասին Պետրոս Առաքյալն է ասում իր առաջի թղթի 1:3-ում, ասում է օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որի իր առատ ողորմածությամբ մեզ նորեն ծնավ կենդանի հույսի համար։ Անեղծ անարատ ժառանգության համար, որ երկինքը պահված է մեզ։ Ուրեմն մենք ժառանգություն ենք ստացել հորից, այսինքն այդ նույն հարստությունը, ինչ որ այդ մարդը ստացավ, բայց մեր ստացած ժառանգությունը անհամեմատելի է այդ մարդու ստացածի հետ, ոչ մի ձևով չենք կարող համեմատել։ Պետրոս Առաքյալի նույն թղթի 1:18-ում ասում է գիտեք դուք աշակերտներին է դիմում Պետրոսը ասում է դուք գիտեք
որ կարդամ ավելի լավ, որ սխալ բաներ չանչեն։ Գիտնալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք, որ ձեր հայրերեն ստացաք անուղիղ ճամփաներով, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե անբիծ ու անարատ գառիմը, որ ճանաչված էր աշխարհի սկզբեն առաջ ու վերջին ատենը հայտնվեցավ ձեզի համար, որում միջոցով Աստծո հավատացիք, որ զանիկա մեռելներեն հարուցանեց եւ անոր փառավորություն տվավ, որպեսի ձեր հավատքը ու հույսը Աստծո վրա ալա։ Աստված մեզ ժառանգություն է տվել եւ գիտեք շատերի համար խոսքը աստվածաբանների, Աստծո խոսքի գիտակների մասին է, այն կարծիքը կա շատերի մոտ, որ Աստված է ամբողջ գործը կատարել, մարդը ոչ բան չի արել իր փրկության համար, իսկապես այդպես է, ամբողջ Աստված է արել եւ մարդը ոչինչ չի արել, որպեսի փրկվի։ Քննենք այդ հարցը, դրա համար անդրադառնանք մի պարզ պատմության, որ Ղուկասի ավետարանում է խոսում այդ մասին, 15-րդ գլխում, գիտեք, կորսված դրամի ու կորսված ոչխարի պատմությունն է, գիտեք, երկուսն էլ անկարող էին, թե ոչխարները, թե դրամը իրենց փրկել կամ գտնվել։ Մի դեպքում հովիվը գնաց եւ գտավ ոչխարին, մյուս դեպքում էլ կինը ավլեց, հավաքեց, սրբեց, վերջո այդ կորսված դրամը գտավ։ Եթե միայն այդ պատմությունը դրանով վերջանար այդ կորսվածների, մենք կմտածեինք, որ իսկապես ոչխարը ինքը չի կարող ինքը իր հարցերը լուծել, փրկվել կամ գտնվել, նույն ձևի դրամն էլ այդ հարցը չի կարող լուծել, բայց Ղուկաս ավետարանիչը նաև պատմում է անառակ որդու մասին, որը նույնպես կորցված էր, մեռած էր, կենդանացավ, չէ, ասում է, տղան հեռացել էր հորից եւ հայրը ոչ մի գործողություն չկատարեց, որպեսի տղային վերադարձնի, կարծես թե։ Միայն սպասում էր եւ որդին վերջո որոշում կայացրեց եւ վերադարձավ հորը։ Ուրեմն այս պատմությունը ցույց է տալիս, որ մի բան կա, որ մեր վրա է դրված որոշում կայացնել, աշխարհի մարդիկ իսկապես պետք է որոշում կայացնեն։ Աստված տվել է խոսքը, Աստված ամեն փրկության միջոցները տվել է, բայց որոշում կայացնողը մենք ենք։ Եթե ես չուզենամ փրկվել, որոշում չեմ կայացնի փրկության համար։ Այդպիսի մի ընկեր ունեի, հենց փորձում է իրեն Աստծուց խոսել, ասում էր այդ մասին մի խոսիր։ Ուրեմն ինքը որոշում էր կայացրել այս մարդը, Աստծո խոսքը չէր ուզում լսել։ Ես մի ձանձրալի պատմություն չէի պատմելու իրեն, այլ այնպիսի պատմություն, որ կյանքի փրկության պիտի բերեր իրեն, բայց չընդունեց տղան եւ այդպես անհավատ մնաց։ Ուրեմն հռոմեացիների 10-րդ գլխում գրված է, ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Շարունակության մեջ ասում է, բայց ինչպես պիտի կանչի մարդը, եթե չի հավատում։ Դրա շարունակությունը ասում է, ինչպես պիտի հավատա, եթե խոսքը չլսի։ Ապա ասում է, ինչպես պիտի լսի, եթե մեկի կողմից չքարոզվի։ Ապա ինչպես պիտի քարոզվի, եթե մեկը քարոզի, եթե ինքը ղրկված չէ
Աստծո կողմից։ Ուրեմն շարունակության մեջ էլ ասում է Երանի անոնց ոտքերուն, ովքեր խոսքը կտարածեն, խոսքի քարոզիչներն են։ Սա Եսայի մարգարեությունից է այդ բառերը բերված եւ Եսայի մարգարեն ասում է ով լսեց մեր տված բարի լուրին, ով ականջ դրեց մեր տված բարի լուրին։ Ուրեմն մարդիկ կան, որոնք ականջ չեն դնում եւ այդ մարդկանցից շատերը հրեաներն էին, հենց իրենք, որոնց Հիսուս եկել էր։ Բայց մեր այսօրվա թեմայի կենտրոնական առարկան ոչ թե մեր որոշումն է, այլ Աստծո զորությունն ու կարողությունը, որ Սուրբ Հոգու միջոցով հայտնված է մեզ։ Պիտի կարդամ Հովհաննես ավետարանի 16-րդ գլխի 7-ից 11 համարները։ Անհոր եւ Որդու եւ Հոգու Սրբու ամեն։ Բայց ես ճշմարիտ կսեմ ձեզի, աղիք է ձեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ձեզի չի գար։ Բայց եթե երթամ, զանիկա ձեզ պիտի ղրկեմ, եւ ինքը երբ գա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար եւ արդարության համար ու դատաստանի համար։ Մեղքի համար, որ ինձի չեն հավատար, արդարության համար, որ ես իմ հորս քով կերթամ եւ ալզիս պիտի չտեսնեք, եւ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Այս խոսքերը Հիսուսը աշակերտներին ասեց իր խաչելությունից մի օր առաջ ընդամենը, վերջի գիշերն էր։ Հաջորդ գիշերը պիտի ձերբակալեին եւ ապա խաչեին Հիսուսին հաջորդ օրը։ Բայց Հիսուս աշակերտները ուրեմն շատ հիասթափված էին Հիսուսի այս խոսքերից։ Պատկերացնում եք, իրենք ինչ որ խոսում էր Հիսուսը կամ առաջարկում, ոնց որ ասում են երկու ձեռքով համաձայն էին։ Նույնիսկ երբ որ Հիսուսը ասեց ով որ իմ մարմինը ուտի արյունս խմի, բոլոր մոտակա հեռու աշակերտները բոլորը հեռացան իրենից եւ շատ քիչ աշակերտներ մնացին եւ նրանցից Պետրոսը պատասխանեց Տերը հարցրեց դուք եք ուզում գնալ, Պետրոսը ասեց ում մոտ կա կյանքի խոսքեր, որ իրեն գնանք, իհարկե քեզ պիտի մնանք։ Ուրեմն կյանքի խոսքերը Հիսուսի մոտ էին, բայց երբ որ Հիսուսը խոսեց իր ձերբակալության, մահվան ու խաչելության մասին, իրեն հալածելու մասին, ծեծելու, տանջելու մասին, աշակերտները անմիջապես հիասթափվեցին։ Եվ իր գնալու մասին, որ իրեն մեկը պիտի գա, որ փոխարինի, մխիթարիչ, որ մխիթարիչ է։ Չէին ուզում, որ Հիսուսը գնա, որովհետև իրենց Հիսուս խոստում էր տվել, որ դուք սեր կունենաք, ուրախություն կունենաք։ Ես ձեզ քաջալերում եմ ամեն օր, դուք ինձ հետ եք, Աստված ձեր հետ կլինի, մշտական քաջալերանքի մեջ էին եւ իրենք շատ ընկճվեցին Հիսուսի այս խոսքերից։ Մտածում էին, որ եթե գնա, ով պիտի իրենց ուղղությունը ցույց տա երկինք գնալու։ Ճանապարհն էլ չգիտեն։ Նույնիսկ այդպիսի հարցեր էլ տվեցին։ Ինչպես կարող ենք երկինք գնալ։ Բայց Հիսուս մնաց իր խոսքին, որ աղեկ կլինի, որ Սուրբ Հոգին գա, մխիթարիչը։ Մխիթարիչը ձեզի պիտի ղրկեմ։ Մխիթարիչ բառը հունարենից թարգմանված նշանակում է ընկեր, օգնական, քաջալերող, առաջնորդող։ Ուրեմն
Հիսուսը վստահ էր, որ նա որ գա, ինչ որ ինքը կատարել է, առավելը կատարի մարդկանց մեջ։ Ինչու էր այդպես։ Ինչու էր այդպես վստահ Հիսուսը դրա վրա։ Որովհետև Հիսուսը մարմնով էր։ Ինքը մարմնով ամենուրեք չէր կարող լինել։ Ֆիզիկական մարմնի մեջ էր, բայց Սուրբ Հոգին, գիտեք, Սուրբ Երրորդության երրորդ անձնավորությունն է եւ նույն զորությունը, կարողությունը, ամենուրեք լինելու հնարավորությունը ուներ եւ կարող էր նաեւ մեր մեջ բնակվել, դրա մասին էլ գիտենք բոլորս։ Հիմա ասում է եւ ինքը երբ կա աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար, աշխարհը պիտի հանդիմանե։ Ուրեմն այս տողերը որ կարդում են, շատերը ասում են աշխարհը հանդիմանել, այսինքն մեղավորներին հանդիմանել են նշանակում։ Բայց այդ հանդիմանել բառը թարգմանաբար նշանակում է լույսի բերել։ Այսինքն մարդկանց մեղքը, անարդարությունը եւ հանցանքները լույսի բերել։ Նաեւ միաժամանակ նշանակում է հանդիմանել բառը նշանակում է քրեական դատապարտության վճիռ կայացնել։ Զարմանում ենք այդ մի բառը հունարենից մի քանի թարգմանություններ ունի։ Այսինքն քննադատել այնպիսի մեղքեր ցույց տալ, որ մարդը այդ հանցանքի տակից չի կարող դուրս գալ։ Սա է հանդիմանության գլխավոր գաղափարը։ Եվ Սուրբ Հոգին երբ գա, իսկապես պիտի հանդիմանի աշխարհը, ամբողջ աշխարհը, ոչ թե անհատ անձնավորություններին իրենց կատարած մեղքի համար, հապա ամբողջ աշխարհը մեղքի համար պիտի հանդիմանի։ Արդարության համար ու դատաստանի համար։ Հիմա ինչպես է Սուրբ Հոգին հանդիմանում աշխարհին։ Ուրեմն կա ներքին հանդիմանություն, երբ որ խոսում ենք Աստծո խոսքը, մարդը լսում է, անհավատ մարդը, եւ հանդիմանվում է այդ խոսքերից, ազդվում է եւ ազդեցության տակ կարող է վերափոխվել։ Բայց կա նաեւ արտաքին հանդիմանություն, այսինքն Աստծո խոսքը քարոզելը եւ վկայելը։ Ոչ թե Սուրբ Հոգին են իր ներսից գործում, այլ մեր խոսքի ազդեցության տակ, մեր Սուրբ Հոգուց ստացած խոսքի ազդեցության տակ է մարդը վերափոխվում։ Ուրեմն բոլոր մարգարեները հին կտակարանի Սուրբ Հոգին ունեին, որտեղից գիտենք, որովհետև Սուրբ Հոգով ներշնչված էին գրում Աստվածաշունչը, առանց Սուրբ Հոգու ներշնչման ոչինչ չէին կարող գրել, առաջնորդվել, նույնիսկ իմանալ աշխարհի վերջը։ Գիտեք, երբ որ Պողոս առաքյալը խոսում էր Սուրբ Հոգու պարգևների մասին, ասեց առաջնահերթ մտիկ եք ձեր մարգարեության վրա, ոչ թե այլ լեզվով խոսելու, ոչ թե ուրիշ պարգևների վրա, ապա առաջնահերթ մարգարեությանը հետևեք։ Շատերը այդ մարգարեություն բառը հին կտակարանյան մարգարեության հետ շփոթում են, բայց այդ մարգարեություն բառը ասածը հունարենից թարգմանած նշանակում է նախապես ասել։ Երբ որ մենք քարոզում ենք, խոսում ենք, նախապես անհավատին ասում ենք, որ այս բաները դու սխալ ես գործել։ Պիտի կարգավորես քո կյանքի ընթացքը։ Հիսուս Քրիստոս դրա համար է աշխարհ եկել, որպեսզի մեղավորը գտնի ու փրկի։ Դա է Հիսուս Քրիստոսի կատարած գործի արդյունքը։ Հիմա շարունակության մեջ ասում է
9-րդ համարի մեջ ասում է մեղքի համար, որ ինձի չեն հավատար։ Եթե Աստվածաշունչը բացենք, մեղքի մասին բազմաթիվ նկարագրություններ կան, ու Հռոմեացիների գրքում 3-րդ գլխի 23 համարում ասում է բոլորը մեղք գործեցին եւ Աստծո փառքեն պակսեցան։ 6-րդ գլխում էլ ասում է մեղքի վարձքը մահն է, Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանքը։ Եվ այդպես շարունակ մենք մեղքի մասին հռոմեացիների թուղթը եթե բացենք բավական մեղքերի ցուցակ է ներկայացված 20-ից ավել այդ մեղքերը կարող ենք ասել որ աշխարհը դրա մեջ է, բայց տեսեք ինչ է ասում մեղքի համար որ ինձի չեն հավատար։ Այսինքն Հիսուս Քրիստոսին մերժելն է ամենամեծ մեղքը։ Եթե դու Հիսուս Քրիստոսին մերժում ես, ուրեմն Աստծո կատարած ամբողջ գործը զրոյի ես հավասարեցնում։ Այսինքն ապստամբություն ես բարձրացնում Աստծո դեմ։ Եթե մերժել ես Հիսուսին, ինչ մեղք էլ գործես կամ չգործես նշանակություն չունի։ Որովհետև Հիսուս իր կյանքը դրեց մեր փրկության համար, բոլորիս փրկության համար։ Դա Աստծո ծրագիրն էր, որը նույնիսկ աշակերտները չէին ուզում ընդունել։ Աստծո ծրագիրն էր, որպեսզի Հիսուսը գա, զոհվի, մահանա, զոհվի եւ Աստծո ծրագիրը ի կատարածի հարություն առնելով։ Բայց աշակերտները չէին ուզում այդ ճանապարհը։ Ոչ էլ մարդկությունն է ուզում այդ ճանապարհը, դրա համար էլ Հիսուսին մերժում են։ Ամբողջ աշխարհը Հիսուսին մերժում է, բացի որոշ քանակի հավատացյալներից։ Դրա համար ասում է, երբ որ Սուրբ Հոգին պիտի հանդիմանի մեղքի համար, որ ինձի չեն հավատար։ Ինչ ասեց Հիսուսը։ Ասում է, հայրը ինձ ղրկեց, որ ով որ ինձի հավատա, հավիտենական կյանք ունենա եւ դատապարտության տակ չի ընկնի։ Բայց ով որ չհավատա, արդեն դատապարտության տակ է։ Այսինքն մեղքի վարձքը մահն է, այդ խոսքի միտքն է այստեղ ասում։ Մեղքի վարձքը մահն է, դուրս է գալիս, որ մեղքի համար մարդը վաստակում է, վարձքը ինչ է, որևէ գործ պիտի անես, որ վաստակես։ Փաստորեն մեղքի վաստակածը վերջնական արդյունքը մահն է, եւ այդ մահը ոչ թե սովորական ֆիզիկական մահվան մասին է, այլ երկրորդ մահվան մասին է, եթե Հիսուս Քրիստոսին մերժում են։ Հիմա 10 համարում ասում է արդարության համար, որ ես իմ հորս քով կերթամ եւ ազիշտ պիտի չտեսնեք։ Ուրեմն Հիսուս Քրիստոս ինքը իր անձով արդարությունն էր։ Երկրորդ Կորինթացից 5:21-ում ասում է Աստված զանիկա որ մեղք չգիտեր, մեղավոր սեպեց, որպեսզի մենք Աստծո արդարներն ըլլանք։ Ուրեմն Հիսուսը ոչ մի մեղք չուներ, բայց Աստված իրեն մեղավոր համարեց, դրա համար մենք դարձանք Աստծո արդարները հավատալով Հիսուս Քրիստոսի կատարած գործին։ Իսկ Հռոմեացիների 5:1-ում ասում է հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ։ Մենք Աստծո հետ պատերազմի մեջ էինք, երբ որ մեղքի մեջ էինք, երբ որ անհավատության մեջ էինք, Աստծո հետ խաղաղություն չունեինք։ Բայց Հիսուս Քրիստոսին հավատալով Հիսուս Քրիստոսի արդարությունը մեզ վերագրվեց։ Մեկը ասում է արդարության համար, որ ես իմ հորքով կերթամ եւ ալ զիս պիտի չտեսնեք։ Մեկը չի կարող հորքով գնալ,
բայց միայն արդարը, մեկ արդար Հիսուս Քրիստոս կարողացավ հոր մոտ գնալ։ Մարդը չի կարող, եթե Հիսուս Քրիստոսին չընդունի։ Առանց Հիսուս Քրիստոսի ճանապարհ չկա դեպի երկինք։ Հիսուս ինքը ասեց. կատարյալ եղեք, ինչպես իմ հայրը կատարյալ է։ Եվ սուրբ եղեք։ Միթե մենք կարող ենք կատարյալ ու սուրբ լինել, իհարկե ոչ, բայց Հիսուս Քրիստոսին ընդունելով, ասում է Հռոմեացիների 6:3 համարն է, եթե չեմ սխալվում։ Ասում է, երբ որ դուք Հիսուս Քրիստոսին մկրտվեցաք, անոր մահվանը մկրտվեցաք, իր հետ թաղվեցիք մահվամբ։ Եվ իր հարությամբ դուք էլ հարություն առաք, որպեսզի նորոգության մեջ պտտեք։ Ուրեմն մենք իր հետ մահացանք, մեր հին մարդը մահացավ եւ նորը ծնվեց։ Եթե նորից հոգուց ջրից ու հոգուց չծնվես, երկնքի թագավորությունը չես մտնի, ասեց Հիսուսը Նիկոդեմոսին։ Ուրեմն մենք հոգուց ծնվեցինք եւ Աստծո խոսքից, որ երկնքի արքայությունը այլևս բաց է մեր համար եւ մենք կարող ենք երկինք գնալ։ Եփեսացիների թղթում ասում է դուք Հիսուս Քրիստոսի հետ Աստծո աջ կողմը նստած եք, հոգով իհարկե, ոչ մարմնով։ Այսինքն մենք արդեն արդարացած ու սրբացած ենք եւ Աստծո կողքն ենք։ Հիմա որևէ մեկը որևէ կարողություն ունի աշխարհում իրեն արդարացնելու։ Աշխարհը ասում է մենք բարի գործերով կարդարանանք եւ աշխարհի բոլոր կրոնները դրա վրա են հիմնված։ Ասում են բարի գործեր կատարեք, որպեսզի ձեր Աստծո աչքին հաճելի երևաք։ Բայց գիտեք, Եսայի մարգարեն ասում է ձեր բոլոր բարի գործերը կեղտոտ լաթի պես են Աստծո աչքի առաջ։ Ուրեմն ճանապարհը դեպի երկինք, դեպի արդարություն, որովհետև արդարացած պիտի լինենք, որ երկինք գնանք, միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Դրա համար ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Առանց իրեն կյանք չկա։ 11 համարում ասում է եւ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Բոլոր աշխարհը դատապարտված է։ Եթե իշխանը դատապարտված է, ուրեմն բոլոր աշխարհն է դատապարտված մեղքի համար։ Որովհետև ամենազորեղը, եթե չի կարող Աստծո զորության դեմ կանգնել, ուրեմն մնացածները, որոնք սատանայի առաջնորդությամբ են քայլում, իրենք կորսված են։ Դրա համար Հռոմեացիների 2-րդ գլխի 4 համարում է ասում է այս աշխարհի Աստվածը կորսվածների մտքերը կուրցուց, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանի փառքի լույսը անոնց վրա չծագի, որ է հոր պատկերը։ Այսինքն աշխարհի մարդկանց մտքերը կուրացած են։ Հիմա այդ կուրությունից ո՞նց կարելի է հանել։ Միայն հանդիմանելով, եւ այդ հանդիմանությունը Սուրբ Հոգին է տալիս, նաեւ ասեցի մարգարեները, բոլոր մարգարեները 5 կտակարանի իրենց խոսքի մեջ հանդիմանում էին ոչ միայն Իսրայելին, այլև մյուս ազգերին, եւ այդ հանդիմանությունները գրված են Աստվածաշնչում։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը, որ Սուրբ Հոգով մկրտվեց մոր որովայնից, հրեաները եկան, որպեսզի մկրտվեն իր մոտ, ջրով մկրտվեն, ասեց իժերու ծնունդներ փարիսեցիներին ու դպիրներին։ Ուրեմն դա էլ էր հանդիմանություն, եւ այդպիսի հանդիմանություն կարելի է ասել,
Նույն Հովանես Մկրտիչը թագավորին նույնիսկ Հերովդեսին քննադատեց, որ իր եղբոր կնոջ հետ է ամուսնացած, դա էլ էր հանդիմանություն, բայց գլխատվեց։ Եվ Աստվածաշունչը խոսում է, որ բոլոր մարգարեները սպանվեցին հրեաների կողմից։ Բոլոր մարգարեները նախորդ եւ անգամ աշակերտներն էլ սպանվեցին, բացի Հովանեսից։ Հովանես Ավետարանիչի մասին է, իսկ Հովանես Մկրտիչն էլ գլխատվեց հանդիմանության համար։ Հիսուսն էլ խաչվեց հանդիմանության համար։ Ասում է այն խոսքը, որ ես ձեզ խոսեցի, ոչ թե ես պիտի դատեմ, հապա այն խոսքը, որ ես խոսեցի, այն խոսքը ձեզ պիտի դատի։ Այսինքն Աստծո խոսքը մարդկանց դատապարտում է մեղքի համար, անարդարության համար եւ վերջնական դատաստանի համար։ Այստեղ դատաստանը թե աշխարհի մեջ եղող դատաստանն է եւ վերջի դատաստանի մասին է նախազգուշացնում, որ երբ Աստված գա ու ում անունը չգտնի կենաց գրքում, կրակել լճին պիտի արժանանան։ Աստված օրհնի ձեզ, փառք Տիրոջ։